Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու եմ շատ համեղ խավարդ, խորոված և տապակած պղպեղներով։ Ահա դուք տեսնում եք, ես արդեն պղպեղները խորովել եմ, մաքրել և պատրաստել եմ։ Ունեմ պաքսիմատ, ունեմ 2 հատ հավկիթ, ունեմ մաղադանոս և սխտոր։ Հիմա պետք է պղպեղները թաթախեմ ձվի մեջ, այնուհետև պաքսիմատի մեջ և տապակեմ, ինձ մոտ արդեն թավան բուսայուղով տաքանում է։ Նաև նշեմ, իմ սիրելիներ, որ ձվի մեջ մի պտղուն ծաղ եմ ավելացրել։ Ահա արդեն պատրաստ են, հիմա տապակեմ, մինչև լավ ոսկեգույն ստացվի։ Հիմա մինչ մյուս մասն էլ տապակվի, ես կկտրատեմ մաղադանոսը և կճզմեմ սխտորը։ Ահա ինձ մոտ արդեն պղպեղները պատրաստ են, ունեմ ճզմած սխտորը և մաղադանոսը։ Հիմա սխտորը պետք է համաչափ տարածել պղպեղների վրա, այնուհետև մանրացված մաղադանոսը
լցնել պղպեղների վրա և կստացվի և գեղեցիկ, և գունեղ, և ախորժելի։ Ահա և վերջ, խավարտի վերջնական տեսքն այսպիսին է, այն շատ համեղ է և այն կարելի է մատուցել մսային ուտեստների հետ, կարտոֆիլի հետ ու տարբեր տեսակի փլավների հետ, հավատացեք, որ շատ համեղ կստացվի։ Մինչ նոր հանդիպում համերի աշխարհում, լավ մնացեք իմ սիրելի հետևորդներ։